Մի քանի խոսք, որպես լրացում ասեմ, թե ոնց ասեմ։ Գիտեք, եղբայրները Տիրոջ խոսքով ցույց տվեցին ճանապարհը, որի միջոցով Աստված մոտենում է մարդին, բայց այստեղ մի նրբություն կա։ Ես հիշում եմ, որ ինձ հավատքի մասին, որ բացատրում էին, ասենք մի խնդրեմ կար, մի հոգս կար, որ հավատաս Տերը կօրհնի, հավատքով պետք է աղոթես, ճիշտ ասած Ին վրա մի փոքր ծանրություն էր գալիս, այսինքն ինչու, որտեվ ես սկսում էի հավատք փնտրել, արդեն իմ հոգևոր հոգու աշխարհում գնում էի սարուձոր, որ այդ հավատքը որտեղից գտնեմ, որ բերեմ Աստծուն ցույց տամ, եւ փորձում էի շինել այդ հավատքը, շինել եւ բերել Տիրոջ առաջ ու ասել, որ Տեր ահատես հավատքը ես հավատում եմ, բայց աղոթքի ժամանակ, Տիրոջ առաջ բերելու ժամանակ ես ամոթով էի մնում, տեսնում էի, որ դրանք փուչ են, դրանք ոչ մի արժեք չունեն, ու ես ավելի տենց խուճապի եմ մատնվում, շփոթվում եմ, ասում եմ, բայց որտեղից գտնեմ Աստծո ուզած հավատքը, եւ հետաքրքիր է սիրելիներ, որ Սուրբ Հոգին եկավ ժամանակ եւ ես փոխանցում եմ ինչ որ Սուրբ Հոգին ասել է ինձ, ասես դու հավատք մի շինի, եւ ոչ էլ սարուձոր ընկի հավատք գտնելու, հավատքը, Աստծո ուզած հավատքը չեն շինում, հավատքը ընդունի, ոնց թե ասեցի Տեր, այո, դա Աստծո պարգևն է, դու ուր ես ընկես կոմեն հավատք ես փնտրում, հավատք ես շինում, հավատքը Աստծո ասածն է, երբ որ Աստծո ասածը ընդունում ես, դա դառնում է քո հավատքը, ուրեմն ասել պետք չի իմաստությունով, մարդկային տրամաբանությունով շինել, հակառակ այս օրերի մեջ մենք տեսանք, որ մարդկանց շինած հավատքը նախ Սուրբ Հոգին քանդեց, դա Նեյմանի հավատքներ, դա տարբեր մարդկանց հավատքներն էր, որ եկան Աստծուն բժշկվելու եւ Աստված քանդեց, բայց հավատ չթողեց դատարկ, նա փոխանցեց այդ հավատքը, Նեյմանին ուղղեց իր խոսքը, գնա հորթանան լվացվելու, երբ որ Նեյմանը ընդունեց Աստծո ասածը, դա դառավ իր հավատքը, եւ այդ հավատքը հաստատվեց հրաշքներով ու նշաններով, փառք Տիրոջը, ուրեմն հորդորում եմ, որ դուք չփորձեք շինել, դուք ընդունեք, Երբ որ Աստծո խոսքը ընդունում եք որպես հավատք, դա դառնում է ձեր հավատքը, դա է Աստծուն հաճելի, արդեն դա ձերը չի, դուք չեք շինե, դա Աստծո նվերն է, Աստծո պարգևն է, փառք Տիրոջը, եւ եղբայրներ քույրեր, առավոտվա պաշտամունքի խոսքից, որոշ շարունակություն, այդպես զրույցի կարգով կիսվենք եւ աղոթ կանենք, դուք հիշում եք, որ մենք զրուցեցինք այդ կառույցը, որ հոգևոր մարդիկ, Աստծո մարդիկ միայն այդ պահով, Աստծո օրհնության պահով չեն ուրախանում, այս պահին ես զգացի, այս պահին ես տեսա, այս պահին կատարվեց, հաջորդ պահին, եթե չկա այդ զգացմունքը, չկա այդ տեսիլքը, ուրեմն հուսահատվում է մարդը, ու եթե դա մի քիչ երկար է շարունակվում, մարդը մտածում է, որ կարող է Աստված թողել է ինձ, ուրեմն սիրելիներ, կառույց նշանակում է, որ մի հաստատություն կա երկրի վրա, որը անսասան է, որը չի քանդվում, դա Աստծո խոսքն է, ուրիշ հաստատություն երկրի վրա գոյություն չունի, եւ երբ որ այդ վեմի վրա, այդ հաստատության վրա քո անձը կառուցվում է, հենվում է, հաստատվում է, սա քո փրկությունն է, սա քո ապահովությունն է, դու դրանով սկսում ես ապրել, արդեն պահով չես ուրախանում, պահի մեջ կարող է քո վիճակը, ոչ թե վիճակով ես ուրախանում, այլ հավատքով, վիճակին նայելով կարող է դու փորձության մեջ ես, բայց հավատքին նայելով դու հաղթություն ունես, վիճակին նայելով
դու կրակի մեջ ես, բայց հավատքին նայելով դու հաղթություն ունես։ Վիճակին նայելով դու հիվանդության մեջ ես կամ պրոբլեմի մեջ ես, բայց հավատքին նայելով դու ազատ ես դրա գերությունից։ Հակառակորդի բյուրավոր մտքերն են, կրակոտ նետերն են քեզի զարնում, բայց հավատքով դու հաղթություն ունես։ Սուրբ Հոգին սովորացնում է մեզ, որ մենք ունենանք այդ կառույցը։ Դուք տեսաք Հովսեփի կառույցը, սիրելի եղբայրներ, քույրեր, որ եկավ այդ գայթակղության պահը եւ իր մեջ կար այդ հաստատությունը եւ ժամանակին ինքը իր անձը շինել էր, կառուցել էր, իր անձը կառուցվել էր այդ հավատքով եւ ահա գայթակղության պահը եւ Հովսեփը մերժեց եւ ասեց, որ հաճելի չի, այդ գայթակղությունը ինձ համար կյանք չէ, ուրախություն չէ, այդ աղբանոցը, ինչպես Պողոս առաքյալի դեպքը կարդացինք սիրելներ, որ Պողոս առաքյալը հայտարարեց, որ այդ բոլորը աղբ եմ համարում, ինքը նույնպես երիտասարդ ժամանակ է ապաշխարել։ Ես հիմա ուզում եմ դուք Սուրբ գրքի ցույց տալ Տիրոջ հոգիով, սիրելներ, որ նորից Աստծո մարդիկ, որոնք ապրել են այդ պահերով, ուրախացել են Աստծո օրհնության այդ պահերով, բայց երբ որ եկել է փորձությունը, եկել է այդ գայթակղության պահը, սիրելիներ, նրանք տանուլ են տվել, որտեղ չեն ունեցել այդ կառույցը։ Համար այսօր մենք չենք ուզում միայն ուրախանալ, զգացի թե չզգացի։ Ես նորից եմ ասում, հաճախակի մոտենում են, եղբայր ջան, չեմ զգում, ինչ անեմ, որ զգամ։ Այդ պահը Տերն է որոշում, սիրելներ, իսկ դու հավատում ես թե ոչ, իսկ դու հավատքի մեջ ես, թե Աստծո խոսքի մեջ ես, սա է հարցը։ Դու Աստծո խոսքի մեջ ես, այսինքն հավատքի մեջ ես, թե մեղքի մեջ ես, սա է հարցը։ Ես այդ օրինակը ասել եմ ձեզ։ Երիտասարդականից հետո ընդհանուր Հայաստանի, երբ որ վերջացել էր եւ բոլորը, ես հիշում եմ այդ 2 օրը Էջմիածինում մեծ Տիրոջ դաշտը կար Սուրբ Հոգու այդ օրհնությունների եւ երևի այտենց մեկը չկար, որ ես տեսնեի ու նրա դեմքին ուրախություն չլներ։ Բոլորը լցվել էին Սուրբ Հոգով, սիրելներ, եւ շատ մկրտություններ էր կատարվել, շուտվա բան եմ ասում, շատ ազատագրություններ ու բժշկություններ էր կատարվել։ Եվ բոլորը մոտենում ու վկայում էին իրենց բժշկություններն ու իրենց օրհնությունները։ Եվ ես ցնծում էի այդ վիճակները տենալով։ Մի երիտասարդ եղբայր մոտեցավ, սիրելներ, եւ ասեց, այդպես զրուցելու բան կա, ես այդպես մտածեցի, որ հերթական վկայությունը պետք է լինի։ Բայց այս երիտասարդը անսպասելի բան ասեց։ Ասեց, եղբայր ջան, 2 օր է ես ոչինչ չեմ զգացել։ Ճիշտ է, օրհնություն կա, ես տեսնում եմ բոլորը ժողովուրդը ուրախ են, ազատագրվել են, մկրտվել են, բայց ես ոչինչ չեմ զգացել։ Ես այդպես ճիշտ ասած մի պահ շփոթվեցի։ Ասի եղբայր ջան, գոնե մի քիչ շուտ ասեիր, որ քո համար աղոտ կանեինք, արդեն վերջացել էր, տուն են գնում ժողովուրդը, 2-րդ օրն է։ Դե հիմա ասեց էսա վիճակը։ Ինչ ասեմ։ Ես չեմ ուզում այնպես կոպիտ ասած աչքերին թոզ փչել, դե ասեմ լավ, մի հատ աղոթենք գնա։ Ուզում ենք օգնենք մեզ երիտասարդին, օգնած լինենք Տիրոջ շնորհքով։ Եվ Սուրբ Հոգին շատ հետաքրքիր մի տվեց։ Ասի եղբայր ջան, իմի դու ոչինչ չես զգացել, ասեց ոչ։ Բայց ասի դու որ եկար պաշտամունքի։ Հիմա քո վիճակը, դու հավատքի մեջ ես, Աստծո խոսքի մեջ ես, թե մեղքի մեջ ես։ Այսպես մտածեց, ասեց, չէ, ես մեղքի մեջ չեմ, ես Աստծո խոսքի մեջ եմ։ Դե փառք ասի Տիրոջը։ Ամենամեծ օրհնությունը դա է, որ քո հավատքը հաստատ է Աստծո խոսքի վրա, զգացմունքի պահը չի օրհնությունը։ Շատերն էլ մեղքի մեջ եկել էին, ասենք զգացին Աստծո ներկայությունը, բայց դուրս եկան էլի նույն վիճակով չեն ուզում ապաշխարեն։ Սավուղի պես ընկան Սուրբ Հոգու դաշտի մեջ, օրհնություն զգացին, մի քիչ հետո նորից նույն մարդն են։ Ինչ օգուտ։
Ուրեմն գնա հավատքը պահի, սա է օրհնությունը, հավատքը պահի մինչև վերջ, իսկ այցելության պահը դու մի որոշի, դա Տերն է որոշում, եւ Տերը գիտի երբ ինչպես քեզ այդ այցելությունները անի եւ օրհնություններ տա քեզ։ Եվ ես եղբայրը ուրախացած գնաց, ինչպես ես հասկացած սիրելներ։ Այո, այսօր հարցը ինչի թե դու ինչ ես զգում, հարցը նա է դու ինչի մեջ ես, վախի մեջ ես, թե հավատքի մեջ ես։ Դու մարմնավոր հավատացյալ ես, թե հոգևոր ես։ Շատ մարմնավորներ, ես գիտեմ, որ մարմնավոր է։ Բայց վերջում վկայում են, զգացի, եղբայր ջան, ես ինչ օրհնություններ, այսպես կատարվեց, այնպես, բայց էլի մարմնավոր է, մի քիչ հետո այնպես հարցեր կառաջացնի, այնպես խնդիրներ եկեղեցում կստեղծի, որ պետք է խնդրես, աղաչես, որ քույրիկ ջան, մի քիչ խոնարհվի, ինչ կլինի։ Այսօր կյանքի պահն է, սիրելիներ, մենք զգացմունքով չենք առաջնորդվում ապրում, մենք հավատքով ենք քայլում։ Դրա համար դատավորած գրքից մենք տարբեր օրինակներ ունենք, հիմնական Սամսոնի պահն եմ ուզում մենք նայենք, որպեսզի բոլորը չկարդամ նրա կյանքը։ Դու գիտեք, որ Սամսոնը նույնպես աստծոյցյալ էր։ Հիշում եք, թե չեք հիշում։ Անգամ ինքը խոստմունքով ծնվեց։ Նրա ծնողները որդի չունեին եւ հրեշտակ հայտնվեց, ասես դուք որդի կունենաք եւ նա աստծոյցյալ պետք է լինի։ Եվ անգամ չպետք է մազերը ածելի, կտրի։ Եվ Սամսոնը, դուք գիտեք սիրելիների, ինչ ուժ կար նրա վրա։ Եվ Աստված նրա միջոցով Իսրայելին ազատում էր փղշտացիներից։ Որտեղ փղշտացիները այդ ժամանակները իշխում էին եւ ուզում էին ամբողջ Իսրայելը ստրուկ պահել եւ Աստված Սամսոնի միջոցով այդ բոլոր թշնամու հարցերը լուծում էր։ Ամբողջ մի ազգ, մի հոգու վրա չէին կարող, որտեղ նրա վրա էր Տիրոջ հոգին։ Եվ այդ հոգին, որ գալիս էր Սամսոնի վրա, Սամսոնը ուժ էր առնում, սիրելներ, եւ մի հոգով 1000 հոգու հաղթում էր։ Ամենաուժեղ սպորտսմենը այսօր չի կարող 1000 հոգու հաղթել։ Բայց այդ մարդը, որ զենք ուներ, որ սուր ուներ, ոչ էլ սպորտսմեն էր, Աստծո հոգին էր նրա վրա։ Փառք Տիրոջը։ Բայց հանգարց Հովսեփի պես եկավ գայթակղության պահը։ Սատանան տեսավ, որ ոչ մի ուժով հնարավոր չի Աստծո մարդին հաղթել, նա գործ ունի Սուրբ Հոգու ուժի հետ, եւ ահա գայթակղությունը։ Եվ ես ուզում եմ կարդամ Սուրբ գրքից, եւ մենք տեսնում ենք, որ այս գայթակղությունների մեջ Աստծո մարդը տանուլ տվեց։ Եվ դատավորած 14-րդ գլուխ, իհարկե այս պահը Աստված գործ է անում, բայց այստեղ ես ուզում եմ դուք նկատեք հետևյալ միտքը։ 14-րդ գլխի առաջի համարներից եմ կարդում. Եվ Սամսոն Թամանաթա իջավ, ու Թամանաթայի մեջ փղշտացված աղջիկներին կին մտեսավ, եւ նորեն իր տունը ելավ ու իր հորը եւ մորը պատմեց ու սավ, Թամանաթայի մեջ փղշտացված աղջիկներին կին մտեսա, ու հիմա զանիկա ինձի կին առեք։ Եվ անոր հայրը ու մայրը անոր սին, միթե քու եղբայրներու աղջիկներուն մեջ ու իմ ժողովրդից ու իմ բոլոր ժողովրդից մեջ կին չկա, որ դու անթլպատ փղշտացինեն կին առնելու պիտի երթաս։ Այս բոլորը Աստված թույլ էր տվես, Աստված գործ էր ուզում անել, սիրելիներ։ Բայց ուղղակի տեսեք Սամսոնի պահը, որ հետո ինքը տանուլ տվեց այս գործի մեջ։ Բայց Սամսոն իր հորը ասավ. «Զանիկա ինձ յար, քանզի իմ աչքերուս անիկա հաճելի է»։ Հովսեփը ինչ ասեց։ Ասեց հաճելի չի։ Իսկ ինչ է ասում Սամսոնը։ Հաճելի է իմ աչքերիս։ Սիրելիներ, ինչու՞մն է տարբերությունը։ Աստված Հովսեփի հետ էր, Սամսոնի հետ չէր։ Օծությունը Սամսոնի վրա կար, նա աստծոյցյալ էր։ Ուրեմն ստեղ ինչու՞մն էր տարբերությունը, սիրելի եղբայրներ քույրեր։ Այստեղ դուք տեսեք, որ օծությունը կար, այդ պահերը Սամսոնը ապրում էր օրհնությունների,
հրաշքների, զորությունների, բայց կառույցը չկար հավատքի։ Նման այսօր շատերը միայն ուզում են այդ պահերը տեսնեն, այ եղբայր ջան, այ քուր ջան, հաճելի է Տիրոջ օրհնությունը, բայց քեզ կառույց է պետք հավատքի։ Վաղը այսօր մեկը քո շային կպավ կռիվ կանես, քո փառքին կպավ արյունահեղություն կանես, որտեղ դու հավատքի կառույց չունես, բայց մի քիչ հետո կպատմես, թե ոնց ես Աստծո ներկայությունը զգացել։ Ինչ օգուտ։ Դա քո հետ կապ չունի, դա Աստված ներկայացել է, դու ընկել ես այդ դաշտի մեջ, Աստծո ներկայությունը հպվել է քեզ։ Քո հետ ինչ կապ ունի քո արդարության, քո սրբության, քո արժանինքների հետ, դա կապ չունի։ Հաճախակի այնպես են պատմում, իբր թե ես ինքան լուրջ հոգևոր եմ, հələ տեսեք իմ հետ ինչ հրաշքներ է կատարվել։ Դա Աստծո շնորհքն է, քո հետ կապ չունի։ Անհավատների հետ էլ հրաշք կատարվում։ Թե չի կատարվում։ Երբ որ շատերս անհավատ էինք, ինչքան հրաշքներ է կատարվել մեզ հետ։ Մենք չենք հասկացել, բայց երբ որ Տիրոջը ճանաչեցինք, նոր հասկացանք, որ դա Տիրոջ ձեռքն էր, պատահական չէր։ Ուրեմն սիրելիներ, ճանաչեք ճշմարտությունը, որ դուք ճիշտ հոգևոր կառույց ունենաք, որ այդ կառույցը ձեզ պահի բոլոր սատանայի գայթակղություններից, որ այդ կառույցը, ինչպես եղբայրներն ասեցին, հավատքի կառույցը, որ ձեր անձերը այդ հավատքի վրա շինեք, եւ ինչն է, որ աշխարհին կհաղթե, այսինքն ձեր հավատքը, որ հաղթություն ունենաք։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, հիշեցրեցի եղբայրները, որ հաճելի լինես Աստծուն, Հովսեփը հաճելի էր Աստծուն։ Դրա համար Հովսեփը չմեռավ, թեկուզ նրան բանտի խուցը նետեցին։ Այն բանտի խուցը, որտեղից հետ դառնալ հնարավոր չէր, բայց Տերը նրա հետ էր։ Սամսոնը ողորմություն գտավ, բայց նա մեռավ։ Նա էլ չէր կարող շարունակել ընթացքը, նա մեռավ։ Սիրելիներ, ուրեմն ինչ է ասում Սամսոնը, հաճելի է իմ աչքերիս։ Դրանից հետո ինքը հանդիպում է Դալիլային, հաճելի է իմ աչքերիս։ Եվ այս գայթակղությունը Սամսոնին գերի բռնեց։ Ինչու՞։ Հրաշքներ չէր տեսել, թե Աստծո զորություններին հաղորդ չէր եղել, կառույց չուներ։ Ինքը այդ պահերով էր ուրախացել եւ իր անձը չէր շինե ամենասուրբ հավատքի վրա եւ հակառակորդը այդ թույլ կողմից բռնեց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, արթնացեք եւ ճանաչեք ճշմարտությունը, հոգեվոր կյանքը հենց այնպես զգացմունքային պահեր չեն, որ հիմա եղբայրն աղոթի դու զգաս, ուրեմն լավ ամեն բան, եթե չես զգում, ուրեմն կորսված ես։ Հոգևոր կյանքը կառույց է։ Եվ մինչև այսօր մենք եղբայրներ ունենք, քույրեր ունենք, որ երկար տարիներ Տիրոջ ճանապարհների մեջ են, անցել են շատ հալածանքներ, դեռ խորհրդային տարիների ժամանակ, որ դատում էին հավատացյալներին, սրի էին քաշում, անցել են շատ ճանապարհներ, անցել են փորձություններ, այս գայթակղությունները սատանան բոլոր Աստծո զավակների առջև է դնում։ Դուք մտածեք, որ մենք հրեշտակային մարմին է դարել մեր մարմինը, մենք նույն ապականացու մարմիններն ունենք, նույն մարմնի օրենքներն են, այդ գայթակղությունները սատանան բոլորի առջև է դնում, բայց ինչն է մեզ պահել մինչև այսօր Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ։ Աստված զորով չի բռնե պահե։ Այն հավատքը, Աստծո խոսքը, որ դարել է մեր հավատքը, ճշմարտությունը, որ դարել է մեր հավատքը, մեր անձերը կառուցվել է այդ ճշմարտության վրա։ Ալելույա Հիսուսին։ Եվ այդ կառույցն է մեզ պահել։ Սիրելիներ, ոչ թե մենք ենք պահում կառույցը, ոչ թե մենք ենք Աստծո խոսքը պահում, Աստծո խոսքը եկել է, որ ինքը մեզ պահի։ Խոսքը ուղղակի դու քո սրտի մեջ պետք է պահես հավատքով։ Սրտի մեջ պահել նշանակում է արդեն հավատք է դառել։ Եթե միայն քո ուղեղի մեջ է, դեռ հավատք չէ, դա գիտություն է։ Բայց որ անցավ հոգուտ աշխարհը սրտիդ մեջ, ուրեմն հավատք է։
Սիրելիներ, Աստված իր խոսքը չի ուղարկել։ Եվ Աստծո խոսքը այդքան տկար չի, որ մարդը պետք է պահի։ Աստծո խոսքը Աստված ուղարկել է, որ ինքը քեզ պահի։ Ուղղակի դու նրան պետք է պահես քո սրտում, ինչպես Դավիթ թագավորն ասում է, քո խոսքերը իմ սրտի մեջ թաքցրեցի, որպեսզի մեղք չգործեմ քեզի դեմ։ Սիրելիներ, եւ մենք տեսնում ենք, որ ուրեմն տարբերությունը ո՞րն էր երկու Աստծո օծյալների, մեկի մեջ կար կառույց, բայց մեկը միայն ուրախացել էր այդ պահերով։ 1000 հոգու մենակ կոտորեցի, Սամսոնը լավ էր զգում։ Իհարկե հաճելի է, դա Տիրոջ օրհնությունն է։ Քաղաքի դարպասները, երկաթյա դարպասները դրել էր թևի տակ ու գնում էր Սամսոնը։ Դուք պատկերացնում եք, սիրելիներ։ Այդ հրաշքների պահը շատ հաճելի է, բայց կառույց է պետք։ Ահա փորձության ժամը եւ տանուլ տվեց Աստծո մարդը։ Եղբայրներ, քույրեր, դուք տեսնում եք, որ Սուրբ Հոգին նորից աշխատում է ձեր ներսի վրա, թե չեք տեսնում։ Ձեզ արթնացնում է, որպեսզի այդ պահի վրա, որ մարգարեություն եղավ քո համար, դա պետք է, բայց դրա վրա մի կառուցի քո անձը։ Հոգևոր եղբայրների հետ մտերիմ եղի, հեղինակավոր եղբայրների, ավակ եղբայրներին, բայց նրանց վրա մի կառուցի քո անձը։ Հորդորում ենք ձեզ, ձեր անձերը մի կառուցեք մարդկանց վրա։ Սիրելիներ, մի կառուցեք մարդկանց իշխանությունների վրա։ Մի ապավինեք իշխաններին, թեկուզ եկեղեցում։ Ձեր անձերը թող կառուցվի Աստծո խոսքի վրա։ Ամենասուրբ հավատքը Հիսուսն է։ Հիսուսը մեր հավատքն է։ Երբ որ դու նրան ընդունում ես, դա դառնում է քո հավատքը։ Դրա համար մենք հավատ չենք շինում, հավատքը ընդունում ենք։ Այսօր շատ երիտասարդներ, ես ասում եմ բժշկության համար, նայում ես, շատ մտերմություն են անում շատ հեղինակավոր ավակ եղբայրների հետ։ Շատ լավ է։ Մենք հորդորում ենք, որ մտերմություն անեք հոգևոր եղբայրների հետ, ավակ եղբայրների հետ, բայց մտերմության նպատակը փոխանակ հոգևորություն սովորեն, փոխանակ ձգտեն նրանց հավատքին նմանող լինեն, նրանց փառքի եղջյուրներից են օգտվում։ Ցավալի է, սիրելիներ, եւ մեկ էլ պատմում են, Պավել եղբորը տես ինչ տեղ է գնացի, այս ինչ եղբորը տես ինչ գործը բռնեցինք, սենց յանի տեսեք ես ում հետ եմ անգալի։ Քեզի պետք չի այդ եղջյուրները, այդ խոզի լափը քեզի պետք չի։ Դու նրա հավատքին նմանող եղի, հոգևորություն սովորի, որ քո անձն էլ կառուցվի հավատքի վրա, ինչպես այդ եղբայրների, որ փորձության ժամանակ դու հաղթություն ունենաս Հիսուսի անունով։ Ոչ թե դու ձգտի, որ փառավորվես։ Սիրելիներ, դուք միտք առնում եք, թե մի չեք առնում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, վայ նրանց, որ մարդկանց կապավինեն։ Ինձ հոգևոր մարդիկ շատ են օգնել, իրանց հետ շփվելուց ես շատ եմ հոգևոր շինություն ստացել, բայց երբ որ մեր ուշադրությունը եղել է, որ մենք նրանց հավատքին նմանող լինենք, Սուրբ Գիրքն էլ է ասում ձեր առաջնորդների հավատքին նմանող եղեք, բայց ուզում են ձևերին նմանող լինեն, բայց ուզում են, օրինակ մի անգամ մի եղբոր կանչեցի, միշտ աղոթքի ժամանակ հալելույա, հալելույա, այսպես բոռում էր։ Ասում եմ եղբայր ջան, դից հալելույա մի ասա էլի։ Ինչ հալելույա չասեմ եղբայր։ Ասում եմ ասա, բայց Պավել եղբորպես մի ասա։ Պավել եղբայրը որ ասում է օրհնություն անում, բայց որ դու ասում ես ծանրություն ա գալի։ Էդի քոնը չի ախր եղբայր ջան, դու այդ հասակը չունես, բայց ուզում ես ցույց տալ, որ դու էլ պակասը չես։ Մեղք ես, այ եղբայր ջան։ Քեզ սիրում ենք, դրա համար էլ խրատում ենք։ Կարող ենք աշկերներս փակել ու անցնել, բայց խրատում ենք, որ դու ապաշխարես։ Ուրեմն դու ձգտին ոչ թե նրա ձևերին նմանող լինես, այդ հավատքին նմանող լինես։
որ կառույց ունենաս, որ փորձության ժամանակ հաղթություն ունենաս, թե չէ մի փոքր փառքի գայթակղություն, արդեն դու ամեն ինչ ուրանում ես, բոլոր սրբությունները ուրանում ես, մենակ այդ փառքին հասնես, ես չես դու, ես է քո կառույցը, դու դրա վրա ես քո անձը շինե, ուրեմն Սուրբ Հոգին ուզում է քանդել այդ հիմքերը, որ քո անձը ավետարանի վրա կառուցվի, որը անսասան է հավիտենական Աստծո խոսքը, եւ նա պիտի փառավորվի, եւ այդ փառքի քաղցրությունը դու ես ճաշակելու, որտեղ դու մերժեցիր մարդի փառքը եւ ընտրեցիր Աստծո փառքը։ Սիրելիներ, ուրեմն ամփոփում եմ եւ աղոթենք։ Մենք Հովսեփի մեջ, Պողոս առաքյալի մեջ տեսանք այդ կառույցը, եւ այդ կառույցը իրանց հաղթություն էր տալիս բոլոր գայթակղությունների նկատմամբ, նրանք չէին ապրում այդ պահերով օրհնության, թեկուզ նրանք հիշում էին, ուրախանում էին եւ իրոք ուրախալի Աստծո օրհնությունները, բայց նրանք այդ կառույցով էին ապրում։ Հովսեփը չի զգում Աստծո ներկայությունը, Աստծո հրաշքը չի երևում, հակառակ գերություն, բանտ, ծեծ ու հալածանք, բայց նրա հավատքը հաստատ է Տիրոջ վրա, նա չի կասկածում այն հայտնությունների վրա, որ Տիրոջից առել էր, եւ հավատքն է հաղթությունը համենք տեսնում ենք։ Բայց Սամսոնը, որ նույնպես աստծոյցյալ էր, միայն ուրախացել էր այդ պահերով, Աստծո օրհնությունների ու հրաշքների, եւ իր անձը չէր շինի Աստծո խոսքի վրա, ահա գայթակղության պահին նա տանուլ տվեց։ Ուրեմն սիրելիներ, մեր աղոթքը շարունակվում է, պայքարը շարունակվում է աղոթքով, որտեղ մենք լոկ աղոթ չենք անում, մենք այս աղոթքով միանում ենք սուրբերի այդ պայքարին, որ Աստծո խոսքը առաջանա մեր կյանքում, բարձրանա ու փառավորվի, եւ մեր անձերը կառուցվի Աստծո խոսքի վրա, եւ ոչ թե մարդկանց վրա, եւ ոչ թե Աստծո օրհնությունների վրա, ոչ թե Սուրբ Հոգու անգամ պարգևների վրա, Աստծո խոսքի վրա, Հիսուսի վրա։